Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, եւ մյուսներ կներեք, ես պետք է այս գրառումը մեջ բերեմ, որպեսզի հարցս ձևակերպեմ։ Սրբազան գնար շարունակիր քերուտ կնգան դոմփել ինձ հետ ինչ գործ ունես։ Սա Նիկոլ Փաշինյանի գրառումն է։ Այս բառապաշարը, այս գործելավոճը ըստ ձեզ պարոն Հովհաննիսյան եւ ըստ ձեզ Տիկին Տիգրանյան ինչքանով է համահունչ կրթվել է նորաձև է շարժմանը։ Նիկոլ Փաշինյանին որտեղից այսպիսի տեղեկություն, արդյոք նա անձերի չի թիրախավորում, ով է այս տեղեկությունը նրան տրամադրել, եւ հաշվի առնելով, որ տևական ժամանակ է Վարդան Ղուկասյանը դոգմակ անվամբ հայտնի չկա ասպարեզում, եւ մենք գիտենք, որ նա իր մեծ լսարանի հետ համակիրների հետ շփվելիս օգտագործում է նման բառապաշար, արդյոք իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փորձում է այդ ընտրազանգվածին, համակիրներին, ընտրություններին ընդառաջ իր կողմը գրավել։ Շնորհակալություն։ Անդրադառնալով ընդհանուր թեմային, այսպիսի հարց պետք է հնչեցնեմ, որ այսինքն կարելի է լինել կուսակրոն եւ այլասերված, եւ դա նորմալ է, բայց երբ որ դրա մասին խոսում ենք, դա նորմալ չէ։ Մենք այս դիտանկյունից պետք է հարցին նայենք, քաղաքական խոսույթին եւ խոսույթին առասարակ, այո, կարող են լինել նաեւ նման սուր արտահայտություններ եւ որակումներ։ Եվ ես էլ կտամ այդ որակումը նման սրբապիղծ ուրեմն եկեղեցականներին։ Եվ ես ուզում եմ հստակ հայտարարել հիմա, որ մենք թե եկեղեցական, թե եկեղեցից դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատրելու ենք, հերթով, անուն առ ազգանուն, բոլորի դիմակը պատրելու ենք, բոլոր այդ սրբապիղծների, որոնք թաքնվել են սքեմի տակ, այս 7 տարի է, ամենավերջին բառամթերքով, ամենալկտի պահվածքով, կրոնի եւ սրբության հետ կապ չունեցող վարքագծով, թիրախավորում են Հայաստանի Հանրապետության պետականությունն ու հայ ժողովրդին, մենք այդ բոլոր սրբապիղծների դիմակը հերթով պատրելու ենք, անուն առ անուն, եւ եթե ձեր հարցի մեջ կար կոնտեքստ, որ անձնավորում եք, թիրախավորում եք, այո, անուն առ անուն թիրախավորելու ենք, անձնավորելու ենք եւ պատրելու ենք այդ սրբապիղծների դիմակը։ Եվ ես նորից եմ կրկնում, եթե կան որոշ շրջանակներ, որոնց համար սրբապիղծ կյանքով ապրելը նորմալ է, իսկ դրա մասին խոսելը նորմալ չի, ես նրանց հաջողություն եմ մաղթում իրենց հետագա կյանքում։ Մենք խոսելու ենք բոլոր երևույթներից եւ խոսելու ենք մեր ժողովրդի հետ։ Եվ այն մարդիկ, ես տեսա ինչ-որ տարբեր որակումներ, գրառումներ, ամենավերջին բառամթերքն օգտագործող ամենալկտի մարդկանց կողմից, որոնք էլի այս 7 տարիների ընթացքում ինչ ասես չեն արել ու ինչ ասես չեն ասել, փորձում են բարեպաշտության ինչ-որ նորմերի մասին խոսալ, թող գնան մտնեն այն ծակերը, որտեղից դուրս են եկել։ Այդ մկան ծակերը թող գնան մտնեն վախեցած, ինչպես այն ժամանակ էին ապրում, շարունակեն այդտենց ապրել եւ հեռու մնան ժողովրդից ու ժողովրդի կողմից ընտրված իշխանությունից ու Հայաստանի Հանրապետության պետականությունից։ Շնորհակալություն։